Արձագանքելու բան չկա, սիրելիներս, նորից էլի ասում եմ, ձեզ ու մեզ հիմարի տեղ են ուզում դնել եւ իրենց քաղաքական հայտարարություններով շատ կարեւոր մի ժամանակաշրջանում պիտի անպայմանորեն այն հեղինակությունները, որ գոյություն ունեն Հայաստանում, ինչ որ ձևով նսեմացվեն եւ նեյտրալացվեն։ Ես չգիտեմ, թե այդ հայտարարությունը դույզն ինչ հիմք կա, թե չկա։ Եթե կա, այդ հայտարարությունը չերարվի, այլ վաղուց ի վեր կոռուպցիոն դատարանի վարույթ կլիներ։ Սրբազան ինչու են իշխանությունները այսքան սարսափած եպիսկոպոսատ ժողովրդից։ Չէ, սարսափած չեն եպիսկոպոսատ ժողովի։ Ամեն գնով փորձում են։ Հասկանում եք, սա մի ծրագիր է եկեղեցու դեմ, եւ այդ ծրագրի ընթացքում ամեն կերպ ուզում է ապացուցվել, որ եկեղեցին պիտի անի այն, ինչ որ մենք ենք ուզում, որ եկեղեցին պիտի դառնա պետության մի կցուրդ։ Եվ այդ կցուրդը պիտի շարունակի այն քաղաքական ուժերի ցանկությունը, որ իրանք ունեն։ Գիտեք, կաթոլիկ եկեղեցում մի կարևոր դրույթ կա իրենց կատեխիզմի մեջ, դոգմատիկ դրույթ կա, որ կաթոլիկ եկեղեցուց դուրս չկա փրկություն։ Հին թարգմանություններով չիկ փրկություն արտաքո կաթողիկե եկեղեցու։ Այսօր նման մի դոգմա մեր երկրում էլ է կարծես թե։ Չկա փրկություն որոշակի քաղաքական թիմից դուրս։ Իրավիճակի հանգուցալուծումն ինչպիսին պիտի լինի Սրբազան։ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն ինչպիսին պիտի լինի։ Սիրելիս, ինձ հարցեր եք տալիս, որը ես չեմ կարող պատասխանել, ես չեմ կարող պատասխանել եւ կարծում եմ, եթե նույնիսկ վերին ուժերին հարցնենք, նրանք էլ կդժվարանան պատասխանելու դրան, բայց ամեն պարագային եկեղեցին անկոտրում է, եկեղեցին իր հազարամյակների ավանդության, իր հազարամյակների նվիրվածության, իր տիրոջը, իր ազգին եւ իր պետությանն ու պետականությանը փոքր-ինչ չի ընկրկելու եւ նահանջելու եւ պահելու է այն, ինչ որ դարերով, հազարամյակներով ստեղծել է հայ եկեղեցին եւ պահել է հայ եկեղեցին։ Սրբազան որևէ հանդիպում նախատեսվում է ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով եւ ինչ օրակարգով։ Ոչ, որովհետեւ իշխանությունները մեկ օրակարգ ունեն ընդամենը։ Փոխելու ամենայն հայոց կաթողիկոսին, որը իրենց իշխանությունից դուրս է ընդհանրապես սահմանադրությամբ, օրենքով եւ բոլոր տեսակի օրենքներով։ Սրբազան հայտ այս ընթացքում ներողություն եմ խնդրում այն 10 եպիսկոպոսները, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանին, քայլ արել են վեհապարին հանդիպելու, խոսելու կամ ձեզ եւ նաեւ ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ բարձրաստիճան հոգեվորականները եւ ոչ միայն դիմել են իրենց, նշելով, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում, այդ իսկ պատճառով է, որ ԱԱԾ-ականները, ոստիկանները իրենց անվտանգությունն են հսկում, օրինակ ձեր անվտանգությանը վտանգ չի սպառնում, ինչու՞ չէ։ Ոչ, իմ անվտանգությանը չի սպառնում, որովհետեւ ես ունեմ իմ պաշտպանը։ Եվ ամենակարևորը միշտ անվտանգությունը սպառնում է մարդու խղճին եւ հոգուն։ Եվ եթե խիղճդ մաքուր է, ոչինչ կարող է քեզ վտանգ լինել։ Իսկ այն հայտարարությունները, որ արվում են, դրանք նորից էլի հայտարարություններ են պաշտպանելու համար իրենց քաղաքական թիմի օրակարգի իրականացմանը։ Սրբազան հայտ, եպիսկոպոսատ ժողովը ասացի, քանի որ կաթողիկոսը չի մասնակցելու, կոչվելու է եպիսկոպոսած հավաք, արդյոք հավաքի Հարցը կոչվելը չէ միայն, այլ արդեն իր կարգավիճակով դառնում։ Արդյոք այդտեղ քվորում ապահովելու խնդիր կա թե չէ, կամանդակարգն ինչպիսին է, եւ ժողովում որոշում կայացվելու էր թե ոչ, հավաքի դեպքում կայացվում է որոշում թե ոչ, եթե որոշում հավաքի դեպքում որոշում վճիռ չի կայացվում։ Միայն ներքին իրենց օրակարգի համար, ասենք թե
լինելու է։ Նույնիսկ հավաք եթե լինում է հավաքնել, պիտի ինչ որ օրակարգ ներկայացնի եւ այդ օրակարգը բնականաբար բոլորի հավանությամբ եթե լինում է, դա կարող են կոչել որոշում, բայց որոշում ոչ թե վերդիկտ կամ վճիռ իմաստով է, այնպես որ սովորական լինելու է մեր եպիսկոպոսների հավաքը, բնականաբար ոչ թե հավաքվելու են այնտեղ իրար կարոտած լինելով ինչ որ ձևով ժամանակ անցկացնելու, այլ շատ հստակ է եպիսկոպոսները այդ օրերին իրենց աղոթական միասնությամբ, որովհետև մեր օրակարգի մեջ հատուկ նաև աղոթական մասը կա ծրագրի, քննարկելու են մեր եկեղեցու այսօրվա որոշ հարցեր եւ հատկապես շատ լավ գիտեք ամենաակտուալը ինչն է։ Սրբազան վեհապար հայրապետի տրամադրությունը ինչպիսին է հաշվի առնելով երեկվա բարույթը։ Եթե ասեմ մենք այսօր սև ենք հակել որ սուքի մեջ եք կհավատակ, բնականաբար գիտեք բաներ կան, որոնց որ վերաբերվում ես պարզապես լավ էդ էլ արեցիք հետո Բազան կարծում հարցերս բարդ։ Ես էլ եմ կարծում։ Ինձ հետ շատ են սիրում շփվել, բայց ամենայն դեպս։ Սրբազան հայր Ադրբեջանի հոգևոր առաջնորդն էլ էր անդրադարձել վեհապար հայրապետին, նշելով, որ նրանք պահանջում են գերիների վերադարձ, պատանդարված քաղաքացիների վերադարձ, այդ կերպով եւ դառնում է վեհապար հայրապետը պատերազմի սպառնալիք։ Ձեզ ասեմ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը ոչ թե նոր է անդրադառնում ամենայն հայոց կաթողիկոսին, այլ հատկապես պատերազմից հետո 21 թվականի մեր եռակում հանդիպումից հետո ինքը այլևս հաղթանակացի դերում է իրեն զգում եւ ամենտեղ հայտարարում է եւ լինի դա Վատիկանում, լինի միջազգային տարբեր հարթակներում եւ իր բողոքը, եթե հիշում եք, հունիսի 11-ին ուղարկած եկեղեցիների համաշխարհային խորհուրդ, որտեղ որ ինքը հայ եկեղեցին համարում է, որ հայ եկեղեցին ամենահիմնական ռևանշիստն է, սեպարատիստն է եւ այս ռեգիոնին վտանգ սպառնացող հիմա էլ խաղաղությանը, որովհետև բնական է ռևանշիստը եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Ես ձեզ ասեմ, այդ մեզ համար նորություն չէ։ Միայն ցավ է, որ դրա արձագանքները մենք նույն ձևով լսում ենք մեր ազն ժողովրդի զավակների կողմից։ Սրբազան հայր ներողություն այն բարձրաստիճան հոգևորականները, որոնք միացել են Փաշինյանին, հայ այսպես պայքարում են եկեղեցու դեմ, տեղյակ եք արդյոք նրանց սպասում է կարգալուծություն, թե ոչ, որովհետև գիտեք համացանցում նաև այդպիսի կարծիքներ, առաջարկություն կա վեհապարի։ Սիրելիներս, որքան հայ, անքան կարծիք։ Եվ ընդհանրապես ես միշտ մի խոսք եմ ունեցել, որ այսօր ուզում եմ կրկնել, եւ շատ անգամներ ասել եմ, որ սովորաբար մարդիկ եկեղեցի գնում են իրենց փոխելու եկեղեցու մեջ, բայց հայ մարդը գնում է եկեղեցին փոխելու նպատակով։ Սա գիտենք, որ այսօր որքան հայ, այնքան կարծիք, որքան հայ, այնքան որոշում։ Բնականաբար այս ամենի մասին մենք էլ այդքան ապիկար չենք, որ չմտածենք, չորոշենք ինչ անելու, բայց գիտեք ինչ է, եւ վերջո պիտի թույլ տրվի եկեղեցին իհարկին ժամանակի ինչ որ պետք է պիտի անի։ Բոլորիդ մաղթում եմ լավ սկիզբ մեծի պահոց շրջանի եւ ամենակարևորը այս շրջանին ինչքան կարող եք
բարություն արեք, ինչքան կարող եք բարին մտածեք, ինչքան կարող եք սեր տվեք ու սիրվեք։ Ապրեք։